մեր բոլորի ներսում կան թաքնված մոտիվներ, որոնք որ ազդում են ինչպես մեր որոշումներ կայացնելու վրա, այնպես էլ մեր ամենօրյա գործողություններ կատարելու վրա։ Եվ ոչ, իրենք հենց այնպես չեն, որ մեր կյանքում ապրում են, իրենք ունեն դրդապատճառներ։ Եվ դրդապատճառներից մեկը կարող է լինել եւ մեր մանկան ապրումները, եւ մեր պատանեկության ապրումները, մեր անձնական փորձը, սոցիումի կարծիքը իհարկե եւ նաեւ ամենակարևորը մեր հոգեբանական կարիքները։ Ինչի մասին կուզեմ պատմել, դա մերժման վախն է։ Այս վախն ունի դրդապատճառներ, որովհետեւ մարդը միշտ ունի պատկանելիության կարիք եւ ընդունված լինելու կարիք։ Իսկ երբ որ մարդն ընդունված չէ սոցիումի կողմից կամ չի պատկանում ոչ մեկին, ինչ է լինում, մարդը իզոլանում է։ Այստեղ իրականում դրդապատճառները շատ են։ Հիմնականը, որը պետք է ասեմ, դա նաև մանկան մեր ապրումներն են։ Այսինքն, խիստ ծնողներ, քննադատող ծնողներ, պայմանական սեր, այդտեղ նաև կապ ունեն սոցիալական պահանջը եւ մարդու իհարկե ինքնագնահատականի խնդիրն է այստեղ շատ մեծ դեր խաղում։ Մերժման վախը կարող է հանգեցնել իզոլացիայի, պրոկրաստինացիայի, նույնիսկ անգամ մտերիմ հարաբերություններից փախուստի։ Նման վախի գիտակցումը եւ իր հետ աշխատելը կարող է հանգեցնել առաջին հերթին լարվածության իջեցմանը եւ երկրորդ, որ մենք մեր ներսում կառուցում ենք ամուր հիմնասյուն, որից հետո մենք այլևս կարիք չենք ունենում արտաքին աշխարհի կարծիքներից եւ արտաքին աշխարհի պահանջներից։